Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, 7 քաղաքական ուժեր դիմել են սահմանադրական դատարան վիճարկելու ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնք հրապարակվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Սա նախադեպ երևույթ է մեր պատմության մեջ, որ խորհրդարանական ընտրությունների եւ առհասարակ համապետական ընտրությունների արդյունքները վիճարկում են այսքան մեծ թվով քաղաքական ուժեր։ 1996 թվականից սկսած միշտ վիճարկումներ եղել են, բայց վիճարկել են 1-2 քաղաքական ուժեր կամ նույն ուղղության վրա գտնվող քաղաքական ուժերը, այս անգամ աննախադեպ է եւ թիվը եւ քաղաքական վիճարկող ուժերի բազմազանությունը։ Միայն այս փաստը արդեն իսկ խոսում է այն մասին, որ ընտրական ինստիտուտի նկատմամբ տեղի ունեցած ընտրությունների նկատմամբ հանրային անվստահության ցուցիչը շատ մեծ է։ Հասարակությունը չի հավատում հրապարակված արդյունքներին։ Հասարակությունը առհասարակ եւ գլոբալ իմաստով չի հավատում ընտրական ինստիտուտին եւ որ ամենասարսափելին է, մեր ժողովուրդը այլևս չի հավատում, որ ընտրությունների ճանապարհով այս երկրում հնարավոր են փոփոխություններ։ Իրականում ընտրությունները արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի թիվը շատ ավելի մեծ է։ Բողոքող 7 ուժերն են Ուժեղ Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Նոր ուժ քաղաքական կուսակցությունը, Միասնության թևեր կուսակցությունը, Դոգը, Հանուն Հանրապետություն կուսակցությունը, այսինքն 7 քաղաքական ուժ այսպիսով բողոքարկել է, բայց թեև չեն բողոքարկել ՍԴ-ում, բայց ընտրությունների արդյունքները կամ դրանց լեգիտիմությունը հրաժարվել են ճանաչել նաև 3 այլ քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, Լուսավոր Հայաստանը, Ազգային ժողովրդավարական բևեռը, որտեղ նրանք այն կուսակցություններ էին, որոնք վեցնյակի շրջանակներում ԿՀ որոշման հրապարակումից անմիջապես հետո հանդես եկան հայտարարությամբ։ Եվ այսպես 10 քաղաքական ուժ վիճարկում են ընտրությունների արդյունքները։ Այս ընտրությունների մյուս առանձնահատկությունն այն է, որ քաղաքական դաշտի բոլոր սեգմենտները առնվազն մասնակիորեն ձևավորվելիք խորհրդանի լեգիտիմությունը դնում են կասկածի տակ։ Սա առաջին ազգային ժողովն է, որ դերևս չձևավորված մեռելածին է, այսինքն տեղի չի ունեցել խորհրդարանի, նոր խորհրդարանի անգամ մեկ նիստ անգամ, բայց այս խորհրդարանը արդեն ոչ լեգիտիմ է, որովհետև հիմնական դերակատարները, կրկնում եմ, առնվազն մասնակիորեն ապագա ԱԺ-ի լեգիտիմությունը դրել են կասկածի տակ։ Օրինակ, եթե ընդդիմության պարագայում դա խիստ հասկանալի է, բազմաթիվ համակարգային կեղծիքները իրավունք տալիս են ընդդիմությանը կասկածի տակ դնել խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, ըստ այդմ նոր ձևավորվելիք խորհրդարանի լեգիտիմությունը, եւ բացի այդ ընդդիմադիր խոսույթում իշխանության լեգիտիմության կասկածը նորմալության սահմաններում է, առնվազն տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ԿՊԵ-ականների վարքագիծը։ Նրանք շարունակ պնդում են, որ ընդդիմության ձայները ընտրակաշառքի ազդեցության տակ է ձևավորվել, այլ խոսքով ընդդիմության ԿՎՆ-ները օրգանիկ չեն եւ հետեւաբար ընդդիմության մասով կասկածի տակ են դնում ազգային ժողովի լեգիտիմությունը։ Այսպիսով, ինչպես տեսանք, ընդդիմությունը կասկածի տակ է դնում իշխանության լեգիտիմությունը, իշխանությունը ընդդիմության լեգիտիմությունը եւ այս պայմաններում միակ տրամաբանական լուծումը կլիներ այն, որ ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն, այլ խոսքով նոր ընտրություններ նշանակվեին, որտեղ կրկնում եմ, դերևս նիստ չարած, դերևս ղեկավար մարմիններ չձևավորած, դերևս կաբինետ չձևավորած, այս խորհրդարանը արդեն ապալեգիտիմացված վիճակում է։ Ասում եմ, նման բան, նման աննախադեպ բան հայոց պատմության մեջ ես շատ քիչ եմ հիշում կամ ընդհանրապես չեմ հիշում։
Ակնհայտորեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի մեծ ապօրինություն է գործել, որտեղ հիշում եք, եթե ընտրությունների ընթացքում նույնիսկ այլ խախտումներ տեղ գտած չլինեին, համակարգային խախտումներ, որոնք կապված են իշխանության կողմից վարչական ռեսուրսի գրեիք չարաշահման հետ, նույնիսկ քվեաթերթիկն է թափանցիկ, այս մասին նույնպես խոսվելու է, եւ բազմաթիվ այլ խախտումների ու ռեպրեսիաների ազդեցությունը, եթե նույնիսկ թողնենք մի կողմ, միայն այն փաստը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 տեղամասերի արդյունքներ անվավեր ճանաչեց, վերաքվեարկություն չնշանակեց, ինչի հետևանքով ապօրինաբար միջամտեց ազգային ժողովի ձևավորվելիք քաղաքական խճանկարի վրա, այս ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն։ Դե դա է հուշում ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածը։ Տեղի է ունեցել 3 տեղամասերի արդյունքների չեղյալ հայտարարմամբ խախտում, որը էապես ազդում է ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը անտեսել է ընտրական օրենսգիրքը, օրենսդրության այլ պահանջներ եւ փաստորեն վերաքվեարկություն չի նշանակել։ Կրկնում եմ, եթե նույնիսկ մնացած փաստերը չլինեին, այս մի փաստը հերիք էր, որպիսի Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչեր ընտրությունների արդյունքները եւ 3 հնարավոր որոշումներից մեկը կայացներ։ Նշանակեր ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն, մանդատների բաշխման նոր կարգ սահմաններ եւ վերականգներ Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ 60,000 ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքները կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել։ Արդյոք ես հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը կգործի իրավունքի եւ օրենքի սահմաններում։ Բոլոր փաստերը հուշում են, որ նման հույս պետք է ունենա ցանկացած ռացիոնալ քաղաքացի, որովհետեւ կրկնում եմ, համակարգային խախտումներով են ուղեկցվել ընտրությունները, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ եւ անդամները ըստ էության քրեական հանցագործություն են կատարել եւ գործիք են դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքին երկրում ըստ էության իշխանության յուրացում կամ պետական հեղաշրջում անելու համար։ Այս փաստերը հերիք են, որ վաղը ՍԴ-ում մեկնարկող process-ի վերջնարդյունքում բարձր դատարանը անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները։ Բայց մյուս կողմից ես քաղաքական գործունեության առավել քան 3 տասնամյակի փորձ ունեմ եւ այնքան միամիտ չեմ, որ կարծեմ Սահմանադրական դատարանը մնալու է իր բարձրության վրա, չի դառնալու Վահագն Հովակիմյան, այլ խոսքով ուսապարկ տեղավորված Նիկոլ Փաշինյանի գրպանում եւ չեղյալ է հայտարարելու ընտրությունների արդյունքները։ Ես նման իլյուզիաներ կամ պատրանքներ չունեմ, ցավոք սրտի այս Սահմանադրական դատարանը բազմաթիվ առիթներով ապացուցել է, որ իր բարձրության վրա չի, սա բացառիկ Սահմանադրական դատարան է իր կազմով, որի բոլոր անդամները նշանակվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին եւ ես գրեթե վստահ եմ, որ Սահմանադրական դատարանն ու նրա անդամները այս փորձությունը չեն հաղթահարելու, այսինքն նրանք հիմա կանգնած են երկընտրանքի առաջ կամ դաղալությամբ իշխանությունը վերահաստատած, վերարտադրած Նիկոլ Փաշինյանի հրահանգը կատարել եւ դառնալ հանցագործներ կամ մնալ իրավունքի եւ օրենքի շրջանակներում։ Ես վստահ եմ, որ նրանք ընտրելու են առաջին ճանապարհը, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից սանձազերծվող եւ շարունակվող ռեպրեսիաները հենց այս նպատակը ունեն, բոլոր պետական ինստիտուտները ներքաշել այն սարդոստայնի մեջ, որը գործում է հանցագործություններ, ռեպրեսիաներ, այլ խոսքով ասած, ռեպրեսիաները, պատվերով հետապնդումները հենց նրա համար են, որ Նիկոլ Փաշինյանը այս միջավայրում վերահսկելի դարձնի պետական համակարգը եւ նրան
դրդի այսպես կոչված ճիշտ լուծումների, այդ ճիշտ լուծումը Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ բացառապես իր իշխանության վերարտադրությունը եւ ամեն գնով պահպանումն է։ Իհարկե ընդդիմությունը պարտավոր էր դիմել ՍԴ, իրավական ամբողջ գործիքակազմը պետք է օգտագործի, իհարկե ՍԴ-ում փաստարկված պետք է ներկայացնել այն այլանդակությունները, որ տեղ են գտել ընտրությունների ընթացքում, իհարկե այդ փաստարկները պիտի օգնեն, որպեսզի ամբողջովին մեր հասարակության եւ միջազգային հանրության համար ակնհայտ դառնա, որ Նիկոլ Փաշինյանի նոր իշխանությունը կամ վերարտադրվող իշխանությունը ոչ լեգիտիմ է եւ անօրինական իր կառուցվածքով եւ էությամբ, այս բոլոր բաները անհրաժեշտ են։ Մյուս կողմից կրկնում եմ, պատրանքներ եւ իլյուզիաներ ունենալ պետք չի եւ ընդդիմությունը սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելուն զուգահեռ պարտավոր է մտածել կենսունակ քաղաքական համակարգ ձևավորելու մասին, իսկ այդ համակարգը ցավոք սրտի մենք ընտրական գործընթացի ընթացքում ձևավորել չենք կարողացել, որը պետք է կարողանա մեր հասարակության հիմնական սպասումները իրականացնել։ Այդ քաղաքական համակարգը պիտի դառնա այն մեխանիզմը, այն մեքենան, որը աշճանաբար մաշեցնի իշխանության ռեպրեսիվ մեքենա եւ կարողանա մեկ տարվա կեսի ընթացքում երկրում վերականգնել սահմանադրական ռեժիմը, հեռացնել այս իշխանությանը։ Այս իշխանությունը կատարելապես մաշված է, բարոյապես, քաղաքականապես եւ կարողանում է գոյատևել բացառապես ռեպրեսիաների շնորհիվ։ Իհարկե արտաքին աջակցություններ էլ տեղ ունեն եւ այլն, բայց վստահ եղեք, որ եթե մեր երկրում մենք փոփոխություններ բերենք, միջազգային գործընկերները ուզեն թե չուզեն այդ փաստի հետ հաշվի են նստելու։ Հիշեք, ոչ Ռուսաստանը, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Եվրամիությունը որևէ մեկը պարտավորություն չունի մեր փոխարեն մեր տան աղբը մաքրել։ Այդ պարտավոր ենք անել մենք եւ միջազգային գործընկերները, անկախ իրենց աշխարհաքաղաքական շահերից եւ հետաքրքրություններից, ստիպված կլինեն հաշվի նստել մեր ժողովրդի կամքի հետ։ Բայց որpիսի մեր ժողովրդի կամքը իրացվի, մեզ 1 տարի, 1.5 տարի սպասվում է տաժանակիր հետևողական աշխատանք։ Պետք է ստեղծվեն կենսունակ համակարգեր, որոնք կարողանան ոչ ստանդարտ լուծումներով ասիմետրիկ քաղաքական գործիքներով հասնել երկրում փոփոխությունների։ Ես սրա հնարավորությունը տեսնում եմ։ Ես տեսնում եմ նաև հնարավորություն, որ ընդդիմադիր 3 առանցքային ուժերի ղեկավարները առաջնորդությունը այս պահը գիտակցում են եւ իրենց վրա կվերցնեն կենսունակ այս համակարգերի ձևավորման քաղաքական պատասխանատվությունը։ Բայց ես ուզում եմ ասել նաև, որ եթե անգամ ընդդիմության առաջնորդները հապաղեն, եթե անգամ սխալ մարտավարություն որդեգրեն, միևնույնն է ավելի մեծ դժվարություններով, բայց հասարակական դժգոհությունը, հասարակական տրամադրությունները չեն կարող ի վերջո չձևավորել այն ընդդիմադիր հարթակը, որը պետք է լուծի իմ մատնանշած խնդիրը։ Հետևաբար, սահմանադրական դատարան, դրա շուրջ ծավալվող իրադարձություններ, այո, բոլորս առաջիկա օրերին հետամուտ ենք լինելու այս խնդրին եւ վաղը ժամը 17:00-ին մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում հավաքվել ՍԴ շենքի մոտ ի աջակցություն օրինական ընտրությունների գաղափարի, աջակցություն ընդդիմության օրակարգի։ Ուրեմն սա աշխատանքի մի հարթությունն է։ Աշխատանքի մյուս հարթությունը կենսունակ ընդդիմադիր համակարգեր ստեղծելն է, որոնք ոչ ստանդարտ ասիմետրիկ քաղաքական լուծումներով պետք է արդարացնեն այն հանրային սպասումները,
որոնք որպես ընդդիմություն մենք չկարողացանք արդարացնել հունիսի 7-ին։ Հիշեք, Նիկոլ Փաշինյանը ռեպրեսիաները շարունակելու է։ Այսօր էլի ապօրինի քրեական հետապնդում են հարուցել Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանը բոլոր այլանդակ մեթոդներով հասնելու է նրան, որ թե Ծառուկյանին մեկուսացնի, թե Սամվել Կարապետյանին մեկուսացնի, թե Ռոբերտ Քոչարյանին մեկուսացնի, բայց կրկնում եմ, սա վերջը չի։ Եթե մենք կարողանանք կենսունակ համակարգեր ստեղծել եւ Փաշինյանին ի վերջո ապացուցել, որ նրա ռեպրեսիվ մեքենան մաշել է, որ նրա ռեպրեսիվ մեքենան այլևս աշխատել չի կարող։ Մեր պատմության մեջ նման մի հրաշալի դրվագ եղել է։ Խորհրդային միության կենտրոնին Մոսկվային թվում էր 1988 թվականի վերջին, որ եթե ձերբակալի համազգային շարժման ղեկավարությանը Ղարաբաղ կոմիտեին այդ համաժողովրդական շարժման հարցը կլուծի։ Բայց հավանաբար հեռավոր 88-ին կոմիտեի ղեկավարությունը ավելի հեռատես էր գտնվել եւ ստեղծել էր գաղտնի Ղարաբաղ կոմիտե կամ Ղարաբաղ կոմիտե 2, որը հիմնական կազմի ձերբակալությունից հետո իր վրա վերցրեց շարժման պատասխանատվությունը եւ ի վերջո ի դերև արեց խորհրդային կայսրության ռեպրեսիվ հզոր մեքենայի ջանքերը եւ անխուսափելի դարձրեց համազգային շարժման հաղթանակը։ Հիմա նույն խնդիրը, բայց մեր ներքաղաքական հարթության վրա պիտի կարողանանք լուծել մենք, պիտի ճիշտ կոնսոլիդացիայով, զուգահեռ կառույցներ ստեղծելով, քաղաքական եւ տեղեկատվական գրագետ աշխատանքի միքսով կարողանանք չեզոքացնել Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ մեքենայի ուժը կամ մաշացնենք այդ ռեպրեսիվ մեքենան։ Հենց այդ խնդիրը լուծեցինք, իշխանության փլուզումը դառնալու է օրերի կամ շաբաթների հարց։ Ես հիմնական մեսիջս այսօրվա իմ հասցրեցի մեր հեռուստադիտողին, իմ հետևորդներին, իսկ սահմանադրական դատարանի դատավորներին մի բան կասեմ։ Դուք կանգնած եք ճակատագրական երկընտրանքի առաջ։ Վաղվանից մեկնարկող գործընթացում կամ դուք դառնում եք իրավունքի եւ օրենքի պաշտպանները, կամ դառնում եք Փաշինյանի ապօրինության պահապանները, այդպիսով շալակելով քրեական հանցագործության բեռը, որը վաղը անխուսափելի գալու է։ Շատ երկար մտածեք սահմանադրական դատարանի վաղը մեկնարկող գործընթացից առաջ։